Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Շիրակի հանրային հեռուստաընկերության եթերում դիմագից հաղորդաշարի հերթական թողարկումն է, այսօր տաղավարում ինձ հյուրընկալվել է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանը։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան։ Բարև ձեզ։ Պարոն Մարուքյան, հանրաքվեի վերաբերյալ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը Հայաստանի իշխանություններին հորդորել էր ավելի ուշադիր լինել ՀԱԿԺՄԻԳ-ի զեկույցին միջազգային այս կառույցի հայտարարությունը խնդրում եմ մեկնաբանել, կարևոր էր արդյոք մեզ համար թե ոչ։ Գիտեք, զեկույցը հրապարակվել էր եւ որից հետո մի շարք մեկնաբանություններ եղան, իշխանական թևի տարբեր ներկայացուցիչներ շատ անլուրջ մեկնաբանություններով էին հանդես եկել, որը որ կարծում եմ վիրավորել է նշված կազմակերպությունների ներկայացուցիչներին այդքան մանրամասն կատարված աշխատանքին հետ կապված, որտեղ ասեք մարդիկ խորը աշխատանք են տարել, ուսումնասիրություններ են իրականացրել, օրերով, մարզերում, գյուղերում դիտարկումներ են իրականացրել ընտրությունների եւ հիմա զեկույց է հրապարակվել, առաջարկներ են ներկայացվել, նաեւ քննադատություն եւ մենք անլուրջ ենք վերաբերվում։ Դրա համար ասվել է, որ ավելի լուրջ նայեք, ավելի ուշադիր եղեք, որովհետեւ նաեւ դրանից է կախված Հայաստանի միջազգային գործընկերների հարաբերությունները եւ նաեւ դրանից է կախված ապագայում աջակցությունը ուղղված տարբեր տեսակի ընտրական մեխանիզմների ներդրմանը, չէ՞ որ մենք գիտենք, որ Հայաստանը տարբեր տեսակի դրամաշնորհներ եւ գումարներ է հայցում միջազգային կառույցներից, որպեսզի ընտրական ռեֆորմներ իրականացնի Հայաստանում եւ նոր մեխանիզմներ ներդնի, որը որ կբարձրացնի վստահությունը ընտրական ինստիտուտների նկատմամբ եւ նաեւ խախտումների եւ կեղծիքների այդ 25-ամյա մեխանիզմը վերջնականապես վերջ կդրվի։ Եթե դա իհարկե կա քաղաքական կամ կանելու, այսինքն սա հրապարակային հայտարարությունների հետ կապված եմ ասում, որ նման հայտարարություն է արվում, գումար է հայցվում եւ հետո անլուրջ արձագանք է տրվում այդ զեկույցներին։ Ես կարծում եմ սա է եղել դեսպանի հայտարարության նպատակը եւ դրանից հետո շատ լուրջ սկսել են քննարկել այդ զեկույցը եւ այդ զեկույցում տեղ գտած առաջարկությունները փորձում են նաեւ ներառել նոր ընտրական օրենսգրքի մեջ, որը որ հիմա պատրաստվում է։ Դուք ինքներդ ընթերցել եք այս զեկույցը։ Ես զեկույցը ամբողջությամբ չեմ ընթերցել, ինձ հետաքրքիր հատվածներն եմ նայել զեկույցի եւ մեծ հաշվով ասեմ զեկույցը մեզ համար չէ, ընդդիմության համար չէ զեկույցը կամ ՀԿ սեկտորի համար չէ, զեկույցը ուղղված է իշխանությանը եւ իշխանությունն է, որ պետք է դասեր քաղի այդ զեկույցներից, իշխանությունն է, որ պետք է վերանայի իր գործելավոճը ընտրությունների հետ կապված, որովհետեւ ինչպես գիտենք, հանրաքվեի արդյունքների հետ կապված շատ սուր քննադատության է ենթարկվել մեր իշխանությունը, թե բաց հրապարակային տեքստերով, թե նաև փակ առանձին հանդիպումների մակարդակում, որը որ կարծում եմ շատ կարևոր ինդիկատոր է եւ սիգնալ է մեզ համար, որ մենք վերջապես թափվենք եւ ընտրական համակարգը ամբողջությամբ վերանայենք։ Իսկ այս կառույցները ինչու մինչ այդ չէին հրապարակում զեկույցները, անցավ 1 տարի, հա, թվականը փոխվեց, նոր նրանք սկսեցին զեկույցը հրապարակել։ Չէ, զեկույցները միշտ հրապարակվել են, տեսեք, բոլոր ընտրություններից հետո։ Գոյությունի ժամանակ։ Այո, այսինքն տեսեք դեկտեմբերի 6-ին հանրաքվեից հետո հրապարակվել է զեկույցը ամիսուկես հետո, այսինքն այնտեղ աշխատանք է տարվում, որովհետև հարյուրավոր մարդիկ աշխատում են, նրանք ետ են գնում իրենց երկրներ, ինչ որ տեսել են, ինչ դիտարկումներ ունեցել են, ինչ առաջարկներ ունեն, թղթին են հանձնում, ուղարկում են կենտրոն, կենտրոնում դա հավաքվում է եւ դառնում է վերջնական ամբողջական զեկույց։ Եվ եթե նայենք իրենց կայքում մենք կգտնենք 12 թվականի խորհրդարանական զեկույցը, 2007 թվականի, 2005 թվականի հանրաքվե, այսինքն այս բոլոր ընտրություններին, երբ նրանք մասնակցել են մեր հրավերով բարձր ուսումնասիրել են, կա դրա զեկույցը։ Այլ բանա, որ երբևէ լուրջ չենք վերաբերվել այդ զեկույցներին, ես որպես իշխանությունների մասով եմ ասում, հա լուրջ վերաբերմունք չի եղել, որպես պետություն մենք հաշվի չենք նստել եւ մեր ընտրական համակարգում դա համար էլ մինչ օրս մնացել են այս խնդիրները։ Պարոն Մարուքյան, դուք փորձել եք ուսումնասիրել անցնող տարիների այդ ընտրական գործընթացների ժամանակ նրանց հրապարակած զեկույցները։ Զեկույցներում ինչ որ բան փոխվել է դրական կամ բացասական տեսանկյունից։ Ես պետք է ասեմ, որ այս զեկույցը ավելի ետքայլ է գնահատել հանրաքվեի անցկացումը եւ հանրաքվեն մեծ հաշվով նաեւ մեր աչքերով ասեմ ավելի շատ վատ է ընթացել, ավելի շատ են եղել խախտումները, քան 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ նախ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասում տարբեր քաղաքական ուժեր կան, այս քաղաքական ուժերը պահպանում են իրենց ձայները, նրանց վստահված անձերը, հանձնաժողովի անդամները, եւ այնտեղ շատ դժվար է գալ համաձայնության եւ կեղծել, որովհետեւ շահերը բազմաթիվ են։ Հանրաքվեի ժամանակ նման բան չկար սուբյեկտ, այսինքն չկար այդ այոյի կամ ոչի սուբյեկտը եւ ով ինչ ուզեց արեց այդ տեղամասերում, նաեւ հանձնաժողովի անդամները մեծ հաշվով որևէ կերպ չեն ընդդիմացել, խախտումների դեմը չեն առել։
հիմնական տեղամասերում, հա, տեղամասեր եղել են parza այդ ձայները պահպանվել են, օրինակ Գյումրիում, Վանաձորում, մի շարք այլ վայրերում, հա, ձայները պահպանվել են այնպես ինչպես որ կա։ Այս առումով պետք է ասեմ, որ երբևէ պետք չէ հանրակրվեն հայամատել պարլամենտական ընտրությունների կամ թիմ ընտրությունների, որովհետև տեղամասում շահերը բազմազան են։ Այնտեղ դժվար է, ասենք, բոլորով գալ ընդհանուր հայտարարի եւ կեղծել ընտրությունները, հա, կեղծել արդյունքները կամ մեկի քվեաթերթիկները դնել մյուսի վրա, երբ որ տարբեր շահեր կան։ Բայց այոյի ու ոչի քվեաթերթիկները մեկը մյուսի վրա դնելը շատ հեշտ է եղել այս հանրակրվեի ժամանակ, դրա համար էլ զեկույցը ավելի խիստ է, քան պարլամենտական ընտրությունների զեկույցներն են եղել։ Ինչու՞, որովհետև այն խախտումները, որոնք հիմա եղել են, դրանք ավելի մասսայական են եղել, ավելի զանգվածային են եղել, քան օրինակ 12 թվականի պարլամենտական։ Բայց ես ասեմ, մեր մոտ խնդիրները միշտ կրկնվում են, այսինքն այդ խախտումները, որ մենք ունենք, դրանք անընդհատ բոլոր զեկույցներում տեղ են գտնում, միտեղ շատ, միտեղ քիչ, ինչու, որովհետև մենք ինչ խնդիր ունենք, ցուցակների խնդիրն է, ընտրացուցակների, որտեղ կան բազմաթիվ անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվում, կան անձինք, որոնք վաղուց մահացել են, բայց դեռ ցուցակում են, եւ սրանց փոխարեն քվեարկություններ են իրականացվում։ Մեկ խնդրեմը սա է, եւ կարելի ասել ամենամեծ խնդրեմը, հա, որ մարդիկ գալիս են տեսնում են իրենց Հայաստանում չեղած հարևանը քվեարկել է, չգիտեմ, մահացած բարեկամը քվեարկել է, դիմացը ստորագրված է։ Դա մենք կարող ենք տեսնել քվեարկության օրը, իսկ քվեարկությունից հետո, երբ որ ընտրացուցակները չեն հրապարակվում, միանշանակ ոչինչ չեն կարող տեսնել, սակայն միջազգային շատ կառույցներ, դիտորդներ, ինչպես նաև տեղի մեր հայաստանյան կազմակերպությունները հայտարարությամբ էին միասնական հանդես եկել, որ պետք է մշակվի համապատասխան օրենք, որով այդ ընտրացուցակները պետք է փակցվեն ընտրական գործընթացից հետո, որ հրապարակայնությունը ապահովի, անաչառությունը ապահովի, որ ամեն մարդ տեսնի, եթե ես չեմ գնացել ընտրական գործընթացի արդյոք իմ փոխարեն որևէ մեկը չի քվեարկել։ Տեսեք, ընդդիմադիր ուժերի կողմից այս տարիներին եղել է նման ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկություն, ես ինքս կողմ եմ քվեարկել խորհրդանում, սակայն դա չի անցել։ Այսինքն մենք ընդդիմադիրներս քիչ են եղել, որպեսզի դա անցկացնենք, բայց հիմա կա երկրորդ տարբերակը, կա ղրղզական փորձը, որը նոր է տեղի ունեցել, Աշնանը Ղրղզստանը ընտրությունների անցկացել, որտեղ էլեկտրոնային համակարգ է գործել, մարդը գալիս է եւ նույնականացման իր քարտով եւ մատնահետքով, այսինքն հնարավոր չէ միայն քարտով նույնականանալ, հա, եւ մատնահետքով մոնիտորի վրա տեղամասում նրա նկարը երևում է, լուսանկարից երևում է, որ այդ նույն մարդն է։ Մեկը չի կարող գալ քո փոխարեն քվեարկել կամ դու չես կարող ինչ-որ մահացածի փոխարեն քվեարկել, եւ այս խնդիրը ցուցակների հարցը, այս բացակաների մեկը մյուսի փոխարեն քվեարկողների հարցը մարդիկ լուծել են։ Հիմա մեր իշխանություններն ասում են, որ իրենք էլ կամք ունեն նման համակարգ ներդնելու եւ դրա համար էլ դիմել են միջազգային կառույցներին, որ իրենց աջակցեն։ Եվ հենց սրա հետ է կապված Եվրոմիության դեսպանի հայտարարությունը, որ ուշադիր նայեք այդ զեկույցին, որովհետեւ եթե մի քանի օր առաջ Թովմասյանը հայտարարեց, ով ընտրական օրենսգիրքը գրելու այդ գործընթացի մեջ ներգրավված է, հայտարարեց, որ հնարավոր է նաեւ այդ գործընթացի ժամանակ փչանա այդ սարքը։ Այո, դրա համար հիմա պետք է այնպիսի համակարգեր ներդրվեն, եթե դրվում է էլեկտրոնային, որ դրա այլընտրանքային համակարգը մենք ունենանք։ Օրինակ, ես Ղրղզստանում եղել եմ որպես դիտորդ, կարող եմ օրինակով ասել, տեղամասերը զինված էին այդ համակարգերով եւ կար այլընտրանքային քվեատուփ, այլընտրանքային ցուցակ, այլընտրանքային ամեն ինչ, եթե հանկարծ համակարգը չաշխատի։ Ղրղզստան ավելի մեծ պետություն է, ավելի շատ բնակչություն ունի եւ ավելի շատ մեծ բարդություններ կային այնտեղ, բայց որևէ բան չի փչացել, որևէ բան տեղի չունեցավ, շատ հանգիստ անցավ, ընդդիմադիր բոլոր ուժերը ճանաչեցին քվեարկության արդյունքները եւ այդ երկիրը թոթափեց ընտրակերտիկների լուսերը չհոսանկազրկվեցին։ Ոչ։ Եվ անգամ եթե հոսանկազրկվեին, այնտեղ կային UPS-ներ, որոնք որ 24 ժամ կարող էին պահպանել դեռևս ընտրական process-ը ընթացքի մեջ։ Ինչու եմ սա այս օրինակը բերում։ Այսինքն առաջինը իշխանությունները ունեին քաղաքական կամք նորմալ ընտրություններ անցկացնելու։ Մեզանում սա պետք է լինի առաջինը, նոր հետո համակարգը ինչպիսին է, որտեղ եթե չկա կամք, ինչ համակարգ ուզում եք դուք ներդրեք, ինչ քվեատուփ էլեկտրոնային, ինչ մեխանիզմ մատնահետք ուզում եք դրեք, մարդիկ պետք է վստահություն չունենան ու չհավատան այդ արդյունքներին։ Դրա համար եմ ես ասում, որ առաջինը քաղաքական կամքն է։ Քաղաքական կամքից հետո կարելի է քննարկել, թե ինչ մեխանիզմ է առաջարկվում։ Հիմա մենք սպասում ենք համբերությամբ, որ այդ ընտրական օրենսգրքի նախագիծը հրապարակեն, տեսնենք թե ինչ առաջարկներ կան, ինչ է առաջարկվում այդ նախագծով, ինչ մեխանիզմ է առաջարկվում ներդնել։ Եվ մյուս բանը, որ պետք է շատ կարևոր է նշեմ, ինչ մեխանիզմ է որ առաջարկվի, պետք է թիմ ընտրություններում ինչ որ մի գյուղում, ինչ որ մի համայնքում դա փորձարկել։
Եթե նոր համակարգներ դրվեց էլեկտրոնային, դա պետք է միտեղ մենք փորձարկենք, տեսնենք ինչպես է այն գործում։ Նոր ամբողջ հանրապետության 2000 տեղամասերը մենք զինենք այդ համակարգերով։ Եթե փոքրում չգործեց, ուրեմն պետք չէ մեծում դա կիրառել։ Սա միանշանակ։ Եվ հետո չասել, որ համակարգը չաշխատեց, փչացավ։ Այդ ոնց եղավ Հրվեստանում աշխատեց, Հայաստանում պետքա փչանա։ Քաղաքական կամք է պետք։ Եթե կամք կա նորմալ անցկացնելու, նորմալ կանցկացնենք։ Մենք լրատվամիջոցներս հետևողական կլինենք։ Միանշանակ։ Օմբուդսմենի հրաժարականից հետո պարոն Մարուկյան դուք առաջադրեցիք Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը եւ падգամավորների հետ հարցոպատասխանի ժամանակ բուրըն արձագանք կտավ Զարուհի Փոստանջյանին չէին տեսնում օմբուդսմենի պաշտոնին, սակայն դուք տեսնում եք ինչպես նաեւ Հովհաննես Մարգարյանը, ով անձամբ ստորագրել էր այդ փաստաթղթի տակ, ինչը հիմք հանդիսացավ, որ դուք տեսնեք Զարուհի Փոստանջյանին օմբուդսմենի պաշտոնում։ Նախ տեսեք, ես նախկին որպես փաստաբան, որպես մարդու իրավունքների պաշտպանությունով զբաղված մարդ շատ լավ ճանաչում եմ Զարուհուն, Տիկին Փոստանջյանին որպես այդ ոլորտի անձնավորություն, մասնագետ եւ մենք երկար համագործակցություն ունեցել ենք մինչեւ падգամավոր ընտրվելը Տիկին Փոստանջյանի եւ ես գիտեմ, որ նրա ունեցած փորձը իրավապաշտպան, գիտելիքները եւ ինչն ավելի անհրաժեշտ է խիզախությունը, կամքը մարդու իրավունքների պաշտպանությունով զբաղվելու, բարձրաձայնելու բավական բավարար է եւ մի բան էլ ավել է, որ նա կարողանար այդ պաշտոնում մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել։ Չէ՞ կարծում չի անցնելու։ Ես շարունակեմ, դա էլ պատճառը, որ առաջադրել ենք եւ երկրորդ հանգամանքը մենք ռեալիստ ենք, մենք հասկանում ենք, որ հանրապետականի ձայներն ավելին են, քան ընդդիմադիր ուժերի, բայց թողնել իշխանությանը առանց այլ ընտրանքի, թողնել իշխանությանը, որ չլինի մարտահրավեր նետող երկրորդ տեխնացուն, ես կարծում եմ դա շատ սխալ մոտեցում կլիներ, շատ ճիշտ է Տիկին Փոստանջյանի առաջադրումը, որը որ բերեց այդ դեբատները, այդ քննարկումները, այդ ընդհանցակարգային խախտումները, որոնք տեղի ունեցան պետաիրավական հանձնաժողովում։ Եթե չլիներ Տիկին Փոստանջյանի առաջադրումը, այդ քննարկումը եւ ընդհանրապես այդ տեխնացուի հաստատումը որևէ հասարակական հետաքրքրություն իրենից չերել ներկայացնելու։ Եվ ավելին ասեմ, եթե ընդդիմադիր ուժերը համախմբված լինեին եւ Տիկին Փոստանջյանը ստանար հավասար ձայներ իշխանության տեխնացուի հետ, մենք հնարավորություն կունենայինք երկուշաբթի օրը պլենար նիստում երկու տեխնացուի միջև ընտրություն կատարել եւ ոչ թե մեկ տեխնացուից ընտրել մեկին, ինչպես որ հիմա լինելու է։ Այսինքն այդ հնարավորությունը կար, ասել որ նրանք շատ են բան հնարավոր չէ, դա կար, դա ակնհայտ էր, դա հստակ էր եւ եթե պարոն Ջանգիրյանը եւ Արծվիկ Մինասյանը քվեարկեին միայն Տիկին Փոստանջյանի օգտին, մենք կունենայինք 6-6 երկու տեխնացուների ձայները եւ խնդիրը լուծված կլիներ։ Այս բարակայում խորհրդարանական ընդդիմությունը մասնատված է, հա, պարոն Մարուկյան։ Խորհրդարանական ընդդիմությունը կոնկրետ այս հարցում շատ վատ արձագանքեց, շատ վատ կազմակերպվեց, որի արդյունքում ունեցանք այն ինչ որ ունենք։ Եվ սա շատ լավ փորձաքար էր նաև ոչ թե իշխանության համար, այլ հենց ընդդիմության համար, որ ընդդիմությունը տեսնի, որ այսպիսի օրինակներ կարող են լինել, եւ ապագայում մյուս տեխնացիաները առաջադրելուց դա կլինի գլխավոր դատախազի տեխնացիան, սահմանադրական դատարանի անդամի տեխնացիան, մենք ավելի դասեր քաղած գնանք առաջ այս առումով, որովհետեւ իրապես կար հնարավորություն, որ Տիկին Փոստանջյանի տեխնացիանը գար պլենար նիստում քննարկման։ Այդ հնարավորությունը կորցվեց, այդ շանսը կորցվեց ընդդիմության ջանքերով։ Շատ լավ։ Ազգային ժողովում անցնող ամիս, ինչպես նաև փետրվարի սկզբին փորում քննարկումներ ծավալվեցին քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում հերթական վարկի ստացման շուրջ, որով դուք առաջարկել եք այդ վարկի որոշակի հատված վերցնել եւ ծրագրեր իրականացնել հանրապետության մյուս քաղաքներում, մասնավորապես Վանաձորում եւ Գյումրիում, որը բավականին բուռն արձագանք կտավ ազգային ժողովում, թող մինչեւ Գավառամիտ անվանվեց ձեր կողմից հայտարարությունը կամ պարոն Մարգարյանի կողմից արված հայտարարությունը, ինչը ստիպեց, եթե պետք է մայրաքաղաքի համար վերցվի վարկը եւ պետական բյուջեն փակի, հետեւաբար մյուս խոշոր քաղաքները, եթե ցանկանում են օգտվել որոշակի վարկային միջոցներից, նրանց ասում են, որ ուսումնասիրեք ձեր բյուջեն, հետեւաբար որոշեք վարկ կուզենաք, թե ոչ։ Տեսեք, նման քննարկումներ շատ են եղել եւ ամեն պետական բյուջեի քննարկման ժամանակ այդ հարցը բարձրացվել է։ Եվ կառավարության ծրագրերը, եթե դուք նայեք, որ կառավարության ծրագիրը մենք հաստատում ենք նոր կառավարության հետ, միշտ այնտեղ գրված է համաչափ տարածքային զարգացում։ Պետք է կառավարությունը ամեն բան անի, որ մարզերը, համայնքները համաչափ զարգանան, պետությունը զարգանա դրա արդյունքում եւ այլն։ Վերջ-վերջը բեռնաթափել մայրաքաղաք։ Բայց մենք ունենք իրավիճակ, որ մենք դառնում ենք քաղաք-պետություն, այսինքն մեր երկիրը դառնում է Երևան, Հայաստանը դառնում է Երևան, իսկ Երևանը դառնում է Հայաստան։ Եվ դա նաեւ մեր պաշտոնատար անձանց մտածողության մեջ է։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նախագահներ կամ ինչ որ պաշտոնատար անձինք են գալիս Հայաստանի Հանրապետություն որպես հյուր, եւ նրանց ասում են մենք ողջունում ենք ձեզ, որ դուք եկաք Երևան։
Բայց պետք է ասեմ, որ ուզում ենք ձեզ, որ դուք եկաք Հայաստան, որովհետև այդ մարդը վերջի վերջո եկել է Հայաստանի Հանրապետություն, իսկ այդ քաղաքը դա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Եթե այդ ձևով ենք նայում, պետք է ասել, որ ուզում ենք ձեզ, որ դուք եկաք Զվարթնոց օդանավակայան կամ Փարաքար համայնք, հա, որովհետև առաջինը այդ մարդը այդ տարածքով անցնում, նոր հասնում Երևանին, եթե օդանավով է գալիս։ Այսինքն նման աբսուրդի ենք մենք հասել եւ այդ աբսուրդը եւս մեկ անգամ ցույց տրվեց այն համաձայնագրով, որ օրինակ ինչ է ասում, ասում է 13 միլիոն ԱՄՆ դոլար վարկ ենք վերցնում, որ Երևանի կենտրոնը բեռնաթափ ենք։ Պատկերացնում եք, ես ասում եմ, Ժորժ ջան, մենք Վանաձորում եւ Գյումրիում դեռևս տնակներում ապրող մարդիկ ունենք։ Մարդիկ հազարավոր ընտանիքներ հիմա ասենք կոնկրետ Գյումրի օրինակ, Վանաձորում կարգավիճակ ունեն։ Անօթևանի կարգավիճակ ունեն։ Ու բերել ենք ասում ենք եկեք Երևանի կենտրոնը բեռնաթափելու համար 113 միլիոն դոլար վարկ վերցնենք։ Եվ ասում եմ, եթե ուզում եք Երևանը բեռնաթափեք, համայնքները զարգացրեք, մարզերը զարգացրեք եւ Երևանը կբեռնաթափվի։ Երևանի բեռնաթափումը այդ ձևով արվելու, ուրիշ տարբերակ չկա։ Շրջանցող ճանապարհներ կառուցելով, բայց մարզերը չզարգացնելով Երևանը չի բեռնաթափվելու եւ ավելին մենք ներքին արտագաղթի խնդիր ունենք, որտեղ որ մարդը ուզում է լավ կրթություն ստանա, գնում է Երևան, ուզում է լավ ժամանց անցկացնի, գնում է Երևան, աշխատանք է փնտրում, գնում է Երևան, լավ բույսարայություն է ուզում, գնում է Երևան։ Այս քաղաքականությունն է, որ բերել է նրան, որ մենք ունենք նման կենտրոնացված իրավիճակ։ Բնակչության 1/3-ը եւ ավելին բնակվում է Երևան քաղաքում եւ դրա պատճառով էլ քաղաքը գերբեռնված է։ Եվ այս քննադատությունը ուղղված նշված քաղաքականությանը որակվեց որպես գավառամտություն, քննադատություն, առայն որ մենք մարզերն ու Երևանը հակադրում ենք։ Մինչդեռ նման բան չկա, մենք ասում ենք Երևանը թող ինչպես զարգացել է, այդպես էլ զարգանա, բայց դուք մեկ անտեսի մարզերը, մեկ անտեսի մյուս քաղաքները, որովհետև վերջի վերջո ռազմավարական անվտանգության նաև առումով խնդրի առջև ենք կանգնելու, ինչու, որովհետև մեր գյուղերում, համայնքներում մարդիկ չեն մնում եւ այն դիրքապահը, որը որ կանգնած է, բայց թիկունքում չի զգում, որ հզոր գյուղեր ու քաղաքներ կան, հա, շատ մոտ տարածության վրա։ Նա իրեն այնքան վստահ չի զգա, որքան որ Ադրբեջանի կողմից կանգնած դիրքապահը, որի թիկունքին, ասենք 2000 բնակչություն ունեցող գյուղ կա կամ փոքր համայնք կա կամ քաղաք կա։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք, պայքարենք, որպեսզի մարզերի եւ համայնքների համաչափ զարգացումը դրվի առաջին տեղում։ Այլապես մենք կունենանք մայրաքաղաք պետություն, ինչպես որ արդեն այսօր նաև մտածողության մակարդակում դա արձանագրված է։ 8 տարի շարունակ քննարկվում էր, որ պետք է մայրաքաղաքից որոշ նախարարություններ տեղափոխվեին Գյումրի, մասնավորապես մշակույթի նախարարությունը, սակայն ցայն բարբարող հանապատի ոչ մի քայլ չի իրականացվել այդ ուղղությամբ։ Տեսեք, դա հիմա գնահատվում է որպես գավառամտություն, որ ինչ որ մարդիկ գավառներից եկել են խորհրդարան, այսինքն գավառներ են Վանաձորը, Գյումրին ու եկել են խորհրդարան ու այստեղ գավառամտություն են տարածում։ Ինչպես կարելի է նման բան ասել եւ չսիրել Երևանը։ Երևանը բոլորն են սիրում, բայց կարելի է Հայաստանը սիրել վերջի վերջո, ոչ թե Հայաստանից վերցրած մեկ քաղաք կամ մայրաքաղաքը։ Այս առումով գիտեք, խորհրդանում կան մի քանի մարզային ձայներ, այդ ձայներից մեկը իմ ձայնն է եղել այս տարիներին, անընդհատ այդ լոբինգը տարվել է եւ շարունակվելու է տարվել, որպեսզի մենք կարողանանք պետական միջոցները արդարացիորեն բաշխել։ Սա պետական միջոցների արդարացիորեն բաշխման համակարգի մասին է խոսքը գնում։ Տեսեք, մենք ասում ենք ունենք դոտացիաների համակարգ, որտեղ օրինակ 44 միլիարդ դրամ դոտացիայի 26-ը գնում է Երևան քաղաքին։ Մնացյալ դոտացիան գնում է 900 համայնքներին Հայաստանի։ Պատկերացնում եք, ինչ դիսբալանս է առաջանում։ Եվ սա է, որ մենք պետք է ասենք, լավ, ինչքան որ զարգացվել է մայրաքաղաքը, եկեք այստեղ կանգ առնենք, այդքանը բավարար է։ Գնանք մյուս համայնքները զարգացնենք, բերենք հասցնենք Երևանի մակարդակին։ Նոր Հայաստանը կարող ենք ասել, որ համաչափ զարգացված տարածք է։ Այլապես մենք գնում ենք մի ճանապարհով, որը որ մեզ որևէ լավ տեղ չի տանելու։ Բարի, պարոն Մանուկյան, դուք հանդիսանում եք Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիրը։ Ինչը հիմք հանդիսացավ հիմնադրելու եւս մեկ կուսակցություն քաղաքական դաշտում։ Արդյոք շատ չեն կուսակցությունների կա նման կարծիք, որ Հայաստանում 70-ից ավել կուսակցություններ կան, բայց ես պետք է ասեմ, փոքր Հայաստանի համար չկան 70-ից ավել կուսակցություններ, կան 70-ից ավել գրանցված իրավաբանական անձինք, այսինքն փաստաթուղթ, կա կնիկ, կա կանոնադրություն, բայց մարդիկ, որոնք որ հետևում են այդ կուսակցություններին, չկան։ Եվ վերջի վերջո ես որպես 3 տարի եւ ավել խորհրդանում քաղաքական գործունեությամբ զբաղվող падգամավոր, պրոֆեսիոնալ падգամավորական գործունեություն իրականացնող մարդ, հասկացա իմ թիմի, իմ գործընկերների հետ, որ
մենք կամ պետք է միանանք գործող կուսակցություններից որևէ մեկին, որպեսզի մեր քաղաքական իղձերը կյանքի կոչենք, կամ ինքներս սկսենք նոր շարժում, նոր քաղաքական միավորի ձևավորում։ Եվ եկանք այն եզրանկման, որ այն տեսլականները, այն գաղափարները, այն նպատակները, որոնք որ մենք ենք կիսում, մենք ունենք, այն արժեհամակարգը, որը մենք ենք ուզում բերել, որևէ քաղաքական ուժ քաղաքական ներկայապնակում այդ առաջարկությունը չունի։ Եվ մենք ստեղծել ենք Լուսավոր Հայաստան կուսակցությունը, դա մի խողովակ է, որի միջոցով ապա քաղաքական մարդիկ, որտեղ ոչ մեկ կուսակցական չի եղել մեզանից, գալիս են քաղաքականություն եւ մենք քաղաքական սերնդափոխության օրակարգ ենք առաջ մղելու։ Մենք ասում ենք, որ 25 տարի նույն մարդիկ ընդդիմադիր դաշտում են, նույն մարդիկ իշխանական դաշտում են եւ երկուսում էլ պետք է սերնդափոխություն իրականացնել, այլապես ավտորիտար մտածողությամբ մարդիկ չեն կարող ժողովրդավարություն կառուցել։ Այդ մարդիկ չեն կարող հավասար հնարավորություններով Հայաստան կառուցել, մի այնպիսի տնտեսություն կառուցել, որտեղ օրինակ լյարդի դեղը ալբումինը Վրաստանից 2 անգամ թանկ չի լինի։ Մենք այսօր նման խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները մեր ներքին խնդիրների հետ է կապված։ Ոչ թե արտաքին, հա, ինչ որ այնտեղ Թուրքիան բլոկադայի է ենթարկել, դրա համար ենք մենք վատ ապրում։ Արցախի հիմնախնդիրները լուծված չի, դրա համար ենք մենք վատ ապրում, ոչ։ Մենք ներքին բազմաթիվ խնդիրներ ունենք, այդ խնդիրները 25 տարի չենք լուծել, չենք լուծում, այդ դրա համար ենք մենք վատ ապրում։ Այդ խնդիրներից մեկն էլ նոր խոսեցինք համաչափ տարածքային զարգացումն է, որը որ Լուսավոր Հայաստան կուսակցության այն առաջնային թեմաներից ու նպատակներից է լինելու, որ մենք պետք է բերենք լոբինգը քաղաքական դաշտ, քանի դեռ ընդդիմություն ենք, որպես ընդդիմություն ենք լոբինգ անելու, վաղը իշխանություն դառնալու, որպես իշխանություն այդ ծրագիրը կյանքի ենք կոչելու։ Մենք այս օրերին Գյումրիում հանդիպումներ ենք ունենում, նաև հարակից համայնքներում Շիրակի մարզի, որպեսզի ձևավորենք Շիրակի մարզային խորհուրդը կուսակցության եւ շատ լուրջ ներկայացվածություն ենք ունենալու թե Գյումրիում, թե Շիրակի մարզում։ Ինչպես որ ներկայացված ենք արդեն Լոռու մարզում, Սյունիքի մարզում, Տաուշի մարզում, Արատի մարզում, Երևանում եւ նաեւ մյուս մարզերում նույնպես աշխատանքները ընթացքի մեջ են։ Մասնակցելու եք առաջկա խորհրդարանական եւ դիմադրություններին։ Միանշանակ մասնակցելու ենք, մենք ցանկանում ենք, որ Հայաստանում խորհրդարանի մակարդակում քաղաքական բալանսավորման բերենք խորհրդարանը, ինչ է դա նշանակում, այսինքն եթե մեր նման մի ուժ խորհրդարանում հայտնվի, մեր նման մտածող այն արժեհամակարգը, ինչի մասին հենց հիմա մենք խոսում ենք, այդ արժեհամակարգը լոբինգ անող ուժ խորհրդարանում հայտնվի, մենք կարող ենք այս հայտնված դիսբալանսը գոնե բալանսի բերել։ Եթե չհաջողվի գնալ ավելին, հա, գոնե մենք կարող ենք դիսբալանսի բերել, ինչի արդյունքում բազմաթիվ խնդիրներ մեր երկրում կլուծվեն։ Այո, մենք մասնակցելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, կոնկրետ Գյումրին Վանաձորը առաջնահերթ քննարկվող հարցեր են, բայց նաև մյուս համայնքներում նույնպես, որտեղ որ ունեցանք լուսավոր ներկայացուցիչներ, մարդիկ մեր մտածողության, ովքեր ուզում են փոփոխություններ բերել Հայաստանի քաղաքական համակարգում, անպայման մենք այդ մարդկանց կողքը կանգնելու ենք, առաջադրելու ենք, պաշտպանելու ենք եւ նաև հաղթելու ենք։ Բարի, եւ իմ վերջին հարցը, պարոն Մարուկյան, Հայաստան եւ ԵՏՄ ապրանքաշրջանառության եւ նոր շուկաների բացահայտման ուղղությամբ կառավարությունը պարբերաբար փաստեր եւ թվեր է հրապարակում, որ ունենք այսքան ապրանքաշրջանառության ծավալի աճ եւ այլն, սակայն երբ թերթում ես ռուսական մամուլը, տեսնում ես, որ բազմաթիվ ապրանքատեսակների վրա արգելքներ են սահմանված, ինչ խնդիրներից ելնելով, արդյոք այս ամենը համապատասխանում են իրականությանը, արդյոք ԵՏՄ-ի շրջանակներում մեզ համար բացվել են նոր շուկաներ։ Գիտեք, այն ելույթները, որոնք որ խորհրդարանի ամբիոնից մարդիկ ունենում էին, կապված որ հիմա մեծ հնարավորություններ է բացվելու, եսի ինչու է լինելու, ծաղկելու է երկիրը, բան ես այն ժամանակ ելույթով հանդես եկա եւ ասացի մաքսային արտոնություններ, պետք չի մարդկանց կեղծ ակնկալիքներով սնել, որովհետեւ վաղը մյուս օրը հիասթափությունը շատ մեծ է լինելու։ Եվ այսօր մենք բոլոր ցուցանիշներով անկում ունենք, թե արտահանման, թե ներմուծման ուղղություններով, եւ մենք տեսնում ենք, որ շատ լուրջ մեր տնտեսությունը մեկուսացել է, սահմանափակվել է, մեր հնարավորությունները սահմանափակվել են եւ դրան էլ գումարվել է Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառված այդ առողջապահական նպատակներով իբր թե սանկցիաները։ Ես ինքս ԵՏՄ-ի անդամագրմանը դեմ եմ եղել, հիմա էլ դեմ եմ։ Ես գտնում եմ, որ դա սահմանափակում է մեր տնտեսության զարգացումը, մեզ հնարավորություն չի տալիս եվրոպական տնտեսության հետ շփվել եւ զարգացնել մեր տնտեսությունը եւ այն ինչ որ ասվել է, դա մնացել է թղթի վրա, դա մենք օրինակով ենք տեսնում, ովքեր որ դրա ջատագովներն էին, նրանք պետքա հիմա պատասխան տան ու ասեն, թե ինչու է հիմա այդպես։ Այն ինչ որ տեղի ունենում, ես դա ժամանակին եմ կանխատեսել, ամբիոնից եմ ասել, որ սա Հայաստանին որևէ տեղ չի տանում։ Այստեղ տնտեսական որևէ բան չկա։ Ինչու, որովհետև ԱՊՀ-ի շրջանակներում մենք ունեինք ազատ առևտրի համաձայնագիր ԱՊՀ-ի բոլոր երկրների հետ։ Մեզ պետք է հնարավորություն տային, որ մենք եվրոպական երկրների հետ նույնպես ունենայինք այդ համաձայնագիրը, ինչից մենք զրկվեցինք ԵՏՄ-ի անդամակցությամբ։
Սակայն գործող կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ այո, մենք Եվրամիության հետ փորձում ենք բանակցություններ վարել, եվրոպական շուկաների հետ փորձում ենք բանակցություններ վարել, որ մենք կարողանանք եւ ներկայացված լինել ԵՏՄ-ի շրջանակներում եւ Եվրամիության շուկայում։ Ես ինչ եմ ասում սահմանափակել, որովհետեւ ԵՏՄ համաձայնագիրը մեզ թույլ չի տալիս այլ տարածքների հետ ազատ առևտրի համաձայնագրեր կնքել, ինչու որովհետեւ դա փակված է ԵՏՄ-ի շրջանակներում։ Իսկ եթե մենք միանայինք եվրոպական համաձայնագրին տնտեսական նա հնարավորություն էր տալիս, որ մենք նաև պահպանեինք ԱՊՀ շրջանակներում։ Ձեզ Իրանի պատժամիջոցների վերացումից Հայաստանը ինչ ակնկալիքներ կարող է ունենալ։ Գիտեք, եթե Հայաստանը լինի ադեկվատ երկիր իր տնտեսությամբ կանխատեսելի պայքար մղի կոռուպցիայի, անհավասարությունների, տնտեսական մենաշնորհների դեմ, ապա մենք կարող ենք շատ լավ առաջարկներով հանդես գալ Իրանի հետ հարաբերություններում։ Եթե այնինչ կա այսպես մնա, ապա մենք այդ պատմական շանսը, որ հիմա ստեղծված է այս տարածաշրջանի համար, մենք այդ շանսից չենք կարողանալու օգտվել եւ մեր հարևան վրացիները արդեն այս պահին մեզանից շատ են օգտվել, չունենալով ցամաքային սահման Իրանի հետ։ Ինչու, որովհետեւ նրանք իրենց տնտեսությունում, իրենց քաղաքական համակարգում այդ տարատավոր երևույթների դեմ արդեն պայքար են մղել եւ բավականին առաջ ընթացել։ Իրանը մեծ թափով փորձում է աշխարհի տարբեր պետությունների հետ բանակցություններ վարել, պայմանագրեր կնքել նավթի արտահանման, ինչու՞ չէ գազի մինչև Եվրոպա հասցնելու խողովակաշարի կառուցման հետ կապված բանակցություններ են ընթանում, սակայն Հայաստանը մոտ է սահմանակից է Իրանին եւ միայում մենք նաեւ ունենք գազային պայմանագիր։ Մենք ունենք գազային պայմանագիր առաջինը Ռուսաստանի Դաշնության հետ, որը որ մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք այլ երկրներից կարողանանք գազ գնել եւ գազային համակարգը Հայաստանի Հանրապետության պատկանում է Ռուսաստանի Դաշնության պետական ընկերությանը եւ այդ ընկերությունը թույլ չի տա նման իրավիճակում, որ այդ գազային համակարգով անցնի այլ երկրի գազ, եթե ընդհանուր համաձայնություն չլինի։ Իսկ այդ համաձայնությունը չկա, որովհետեւ մենք շատ թանկ գազ ենք գնում այս պահին։ Կառավարության ղեկավարը նամակ է ուղարկել։ Նամակ է ուղարկել, բայց դա խնդրանք է եւ կարող է խնդրանքը քննարկվել եւ մերժվել եւ նմանատիպ խնդրանքները այդքան երկար չեն քննարկում, եթե արդյունք լիներ, պետք է արդյունքը շատ ավելի վաղ լիներ։ Տեսեք աբսուրդը ինչու՞մ է, որ Ուկրաինան, որը որ պատերազմի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ, ավելի թանկ է մեր գազը, մենք ավելի թանկ գազ ենք գնում, քան Ուկրաինան, որը որ պատերազմի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրանք ավելի էժան գազ են ստանում հենց հիմա Ռուսաստանի Դաշնությունից։ Այս է աբսուրդը, որում որ մենք հայտնվել ենք։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Մարուկյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Դիմագից հաղորդաշարի հերթական թողարկումը, տաղավարում ինձ հյուրընկալվել է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսություն եւ ամենայն բարի գծես։